շտապ անդրադարձ Ադրբեջանին և Միացյալ Նահանգներին մամուլում տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական ավիաընկերություններից մեկը, որը Ադրբեջանի համար զենքեր է փոխադրում, ստացել է ներդրումներ Միացյալ Նահանգների կողմից։ Իհարկե, սա շատ ցավալի տեղեկատվություն է, եթե համապատասխանում է իրականությանը, այսինքն Ամերիկան ներդրում է արել մի տեղ, որտեղ որ ադրբեջանցիները շահույթ ունեն ռազմական առումով։ Եվ նաև պետք է ասենք, որ Starlink-ը, որը Հայաստանում հասանելի է արդեն, արբանյակային ինտերնետի մասն է խոսքը, երկրորդ օրը հասանելի դարձավ նաև Ադրբեջանում։ Այսինքն Միացյալ Նահանգները տարբերություն չի դնում հայերի եւ ադրբեջանցիների միջև, դա նորմալ երևույթ է եւ պարտադիր չի, որ իրանք լինեն մեր գործընկերը եւ Ադրբեջանի թշնամին։ Ինչի պետք է Ադրբեջանի թշնամի լինի Ամերիկան։ Եկեք մի հատ ուրիշ տեսանկյունից նայենք, երբ որ մենք չենք դիտարկի, որ մենք հայ ենք ու մեզ ձեռնտու է, որ Ամերիկան ու բոլոր պետությունները լինեն Ադրբեջանի թշնամին։ Հայաստանը գտնվում է հապկում, Ադրբեջանը չի գտնվում հապկում։ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, Հայաստանը լավ հարաբերություններ չունի Իսրայելի հետ, եւ նաեւ Հայաստանը իհարկե բնական է եւ բարձր է գնահատում Իրանի հետ իր հարաբերությունները, որը Ամերիկան այդքան էլ չի գնահատում եւ առհասարակ Ամերիկային ձեռնտու է, որ աշխարհի բոլոր պետությունները լինեն Չինաստանի եւ Իրանի դեմ։ Եվ հետեւաբար Թրամփի աշկին հաճոյանալու համար Ալիևը ավելի մեծ հնարավորություններ ու շանսեր ունի իր ստորություններով, քան Հայաստանի Հանրապետությունը, որ ինքը չի կարա Իրանի դեմ երբևիցե կամ խոսա կամ դուրս գա, դա մեր ազգային անվտանգության հարցն է։ Հայաստանը ցավոք սրտի մինչև հիմա տարբեր երկրների կողմից ընկալվում է որպես ռուսամետ երկիր, ռսի պետություն, ցավոք սրտի այնքան էին հայ ժողովրդին տարել այդ ճանապարհով, որ հիմա նույնիսկ եթե վերադարձել ենք այդ ճանապարհից, միևնույն է փոփոխությունները տեսանելի չեն։ Իսկ Ադրբեջանին այդքան էլ չեն ընկալում որպես ռսի պետություն, այլ ընկալում են որպես թուրքի պետություն։ Թուրքիայի հովանու ներքո գտնվող երկիր։ Բայց մենք այստեղ ուրիշ բան ենք ուզում ասել, որ այո, Ադրբեջանը մտել է խաղի մեջ եւ այդ խաղում ինքը պարտություն է կրելու։ Երբ որ եղավ Իրանի դեմ հարձակումը, որը ամեն օր Թրամփը սպառնում է, որ կխփի Իրանին, Իրանը հարված հասցնելու է բոլոր այն հարևան պետություններին, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ կամ կաջակցեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սա պաշտոնապես է Իրանը հայտարարել։ Հետևաբար Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես դառնում է Ամերիկայի դաշնակիցը, երբ որ այսօր սկսել են համագործակցել տարբեր ոլորտներում Ամերիկան ներդրումներ է կատարում եւ այլն եւ այլն, Ամերիկան Ալիևից պահանջելու է Իրանի դեմ հարձակում։ Ալիևը հարձակվեց Իրանի դեմ կոչնչացվի, չհարձակվեց Իրանի դեմ կոչնչացվի։ Այսինքն ինքը որևէ երկրորդ տարբերակ սկսում է չունենալ։ Իսկ մենք Միացյալ Նահանգներին էլ բոլոր երկրներին էլ զգուշացրել ենք, որ մենք Իրանի դեմ որևէ քայլի չենք կարող գնալ։ Դա մեզ համար կարմիր գիծ է եւ երբևիցե մենք այդ կարմիր գիծը չենք հատելու, ինչ ուզում ա լինի։ Եվ դրա համար Ամերիկան գիտի, որ այստեղ ներդրումներ չի անում, այլ Բաքվում է ներդրումներ անում, որովհետեւ նախ Բաքուն Իսրայելի դաշնակիցն է, հետո Թուրքիայի դաշնակիցն է, եւ իրանք որպես համընդհանուր դաշնակիցներ միգուցե ավելի հեշտ լեզու գտնեն, քան Հայաստանի հետ։ Եվ հիշեցնենք, որ ժամանակին էլ տարածվում էին այսպիսի տեղեկատվություններ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում տեղակայել է իսրայելական ռազմաբազաներ, իհարկե ընդդեմ Իրանի։ Եվ դա արվել է այն գործարքով, որը կնքվել է Ադրբեջանի եւ Իսրայելի միջև, ըստ որի Իսրայելը պետք է 20 թվականից առաջ զենք տար Ադրբեջանին եւ իհարկե դրանից հետո պատերազմի համար, Ադրբեջանն էլ որպես Իրանի սահմանակից պետություն պետքա Իսրայելի համար նպաստալից դիրքեր ապահովեր ընդդեմ Իրանի։ Եվ այս առիթով բավականին լուրջ քննարկումներ են եղել եւ բավականին սարսափելի վիճակում է հայտնվել Բաքուն եւ մինչեւ այսօր Իրանը այդ առնչությամբ աշխատանքներ տանում է, որպեսզի այդ բացահայտումը իրականացնի եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի։ Իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ ծանր։
Թուրքական իշխանությունների կողմից արգելափակվել են ընդդիմադիր ակցիաների հեռարձակումները, որպեսզի ճնշումներ գործադրեն ընդդիմադիրների նկատմամբ, և այդ ամեն ինչը հանրությունը չի իմանա և փորձեն թաքցնել նաև այդ ցույցերի մասնակիցների քանակությունը, որը իսկապես բավականին մեծ է։ Հիմնական ցույցերը տեղի են ունենում Ստամբուլում։ Միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, և արդյոք Էրդողանը պատրաստվում է գնալ զիջումների։ Այդ ցույցերը տեղի ունեցան այն բանից հետո, երբ որ կալանավորվեց Ստամբուլի քաղաքապետը։ Իշխանական աղբյուրները պնդում են, որ Էրդողանը կշարունակի պաշտպանել իր իշխանությունը և կշարունակի մնալ իշխանության ղեկին, ամեն կերպ ճնշումներ գործադրելով ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն ընդդիմությունը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը իրենց համար արդեն մահացած է և պետք է հեռանա։ Այժմ ներկայացնում ենք Թուրքիայի ընդդիմադիր գործիչներից մեկի խոսքերը։ Նա այլևս սպառել է իրեն որպես երկրի ղեկավար։ Նրա քաղաքական թիմը այլևս վստահություն չունի։ Էրդողանը դարձավ երկրի ղեկավար նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հաղթելով բավականին քիչ տարբերությամբ, և սա իհարկե այն պետական լծակներն էր, որը նա օգտագործել էր իշխանությունը զավթելու համար։ Մենք կարծում ենք, որ նա չի ընտրվել որպես նախագահ, նրանք երկրորդ փուլով միայն վերջին պահին կարողացան ինչ-որ լծակներ օգտագործելով ընտրությունների արդյունքները թեքեն դեպի իրենց կողմը, ինչը որ ավելի նյարդայնացրեց Թուրքիայի ժողովրդին։ Ընդդիմադիրների ձերբակալումը և նրանց նկատմամբ տարբեր հետապնդումները բերեցին նրան, որ ամբողջ Թուրքիայի տարածքով այժմ տեղի է ունենում միլիոնավոր մարդկանց կողմից բազմահավաք ցույցեր, և որը արդեն իսկ սարսափեցնում է Էրդողանին։ Իհարկե մենք նաև սպասում ենք գործողություններ նրանց իշխանությունների կողմից այդ ցույցերը լրացնելու կապակցությամբ, բայց միանշանակ պնդում ենք, որ Էրդողանը այլևս երկրի ղեկավար չէ և երկիրը ղեկավարվում է ժողովրդի կողմից։ Ժողովրդին միայն պետք է երկարացնել ձեռքը և հասցնել երկրի ղեկին, որը սխալմամբ հայտնվել է մեկ այլ անձնավորության ձեռքերում, որը այդ ամեն ինչը բավականին սխալ է օգտագործում։ Եվ այսպիսով Թուրքիայում Էրդողանը այլևս չունի այն վստահությունը, որը ուներ։ Միացյալ Նահանգների կառավարությանն է խնդրել Էրդողանը, որպեսզի իրեն աջակցեն և դրանով ցույց տա, որ ինքը տարածաշրջանում և Թուրքիայում շատ կարևոր դեմք է, և առանց իրա Թուրքիան կկործանվի, և առանց իրա տարածաշրջանը կկորցնի Էրդողանի նման փորձառու ղեկավարի։ Ամերիկան որոշակի հայտարարություններ արել, բայց դա իհարկե այն պատճառով, որովհետև այսօր գործարքներ կա Էրդողանի հետ, և Էրդողանը պետք է դրանք կատարի, և եթե Էրդողանը հեռանա, այդ գործարքները ոչ թե չեն